Սիրելիներս, հիմա փորձենք հասկանալ Ղուկաս ավետարանիչի 19-րդ գլխի 17-ից 19 համարները, սա վերաբերում է Մնասի առակին։ Ինչ է Մնասը, որքան ես հասկանում եմ, սա ոսկու դրամ է, և ահա, ինչպես գիտենք այս առակում, ահա Մնասը դրվում է իր ծառաներին, թագավորը այս դրամը տալիս է իր ծառաներին և ասում է շահարկեք, և ահա մեկը շահարկում է և 10 Մնասը, որը ստացել է թագավորից, նույնպես բերում է 10 հավելյալ դրամ, որից հետո թագավորը ասում է ազնիվ ծառա, հավատարիմ եղար փոքր բանի մեջ, հիմա դու իշխանություն ունեցիր 10 քաղաքների վրա։ Մյուս ծառան 5 Մնաս է շահարկում ավել բերել, և ահա նրան ասում է դու իշխանություն ունեցիր 5 քաղաքների վրա։ Եվ ահա երրորդը ծրարված պահել է թաշկինակի մեջ, չի շահարկել, ոչինչ չի ստանում, և Տերը նրան ինչպես է անվանում է անհավատարիմ ծառա, և ահա նրանից վերցնում է այդ Մնասը դրամը և տալիս է նրան ով ունի։ Սիրելիներս, բավականին ինձ համար մեծ, ինչպես թե, պրոբլեմ է հասկանալը այս առակը, և ես ամենուր շատ նայեցի սրբերի մեկնությունների մեջ և չգտա այդ մասը ինչ է նշանակում, քեզ տալիս եմ իշխանություն 10 քաղաքների վրա, լիջիր իշխանությունս ի վերա 10 քաղաքի կամ 5 քաղաքի, ստանձներ իշխանությունը 10 քաղաքի վրա, ինչ է սա նշանակում, ինչ քաղաք, եթե հաշվի առնենք, որ այդ Մնաս վերաբերում է քո հավատքին, և ահա դու շահարկում ես այն, և վկայում ես քո հավատքի մասին, և ահա քո հավատքը ինչպես գրված է, եթե մեկը դարձի է գալիս իր մեղքերից, ամբողջ երկնքի հրեշտակները երջանկանում են, այսինքն եթե քո հավատքի չափով դու բերել ես մարդկանց ճիշտ ճանապարհին, ապա ահա ստանում ես այդ 10 քաղաքի վրա իշխանություն կամ 5 քաղաքի, տվյալ դեպքում 10 և 5 այս համարները պետք է համարել պայմանական, այսինքն պարգևատրության մասին է, այն շնորհքը, որը դու ստացել ես, բազմապատկվել է։ Ահա երկար մտածելուց հետո, սիրելիներս, ես հասկացա, որ քաղաքի այս քաղաք բառի մեջ է պրոբլեմը, և ահա պետք է հասկանանք ինչ է նշանակում քաղաք հին եբրայական կոնտեքստի մեջ, այր, այդպես է արտաբերվում հին եբրայերեն քաղաքը, որը օգտագործվում է տարբեր տեքստերի մեջ տարբեր իմաստով, օրինակ Հոբի 8:6-ում նշվում է պաշտպանել, քաղաք բառը ասում է պաշտպանել իմաստով, այսինքն այն հնում կոչվել է պաշտպանված վայր և եղել է պարիսպներով շրջապատված։ Ղևտացված 15:29-ից 31-ը նույնպես քաղաքը նկարագրում է որպես պաշտպանված վայր հակառակ այն վայրերի, որտեղ բաց է։ Սոդոմ Գոմորի իմաստով քաղաքը անառակության և սեռական գրգռման
տեղ է։ Երկրորդ օրինացք 32 գլխում։ Այսինքն թե ի սկզբանե Կայենի կողմից քաղաքը ստեղծվեց ծննդոց 4-17 եւ մարդկային ամբարտավանությունը տեղ գտավ այդ Բաբելոնի բնակիչների մեջ։ Եվ այդ քաղաքը ծննդոց 11:4-ում ձեռնոցն է տեց Աստծուն, ահա նրանք ունեն ճշմարիտ Աստծուց խուսափելու ձև, ինքնապաշտանմունք, ամեն մի հարկը վերաբերում էր մի քուրմի, որ իրեն հայտարարել է Աստված, եւ այս հեթանոսությունը գալիս է այդ քուրմերի անուններից աստվածացված։ Եվ իհարկե այդպիսի քաղաքի ստերեոտիպը դարձավ Սոդոմը եւ Գոմորը, որը ինչպես թե մարդկային անկացության խորհրդանիշ է եւ դա բերեց մարդկության վրա շատ ծանր հետևանքներ։ Քաղաքը փաստորեն կարող է ներկայանալ որպես պաշտպանված տեղ, որտեղ մարդիկ պաշտպանվում են ավելի ուշ դարերում, իսկ քաղաքը ի սկզբանե ուրեմն կեղտի մարդկային տրփանքի մարդկային մեղքերի կենտրոնացված տեղ է ըստ Կայենի։ Բայց հա մենք հանգեցինք մի վիճակի, երբ որ այս քաղաքին, մարդկային այս քաղաքին հարկադրվում է երկնային Երուսաղեմը որպես Աստծո քաղաք, իր Էլոհեմ, Աստծո քաղաք է արդեն, խոսում է Սաղմոս 46-ում, Եսայի 26-ում, նոր քաղաք է սա։ Այս քաղաքի ուժը գալիս է արդեն Աստծուց, որը հաստատել է նրա պարիսպները, եւ այս քաղաքի բնակիչները կլինեն մաքուր արդար մարդիկ։ Եվ իհարկե նոր Երուսաղեմը բացահայտված է Հայտնության 21 գլխում, սա այն քաղաքն է, որտեղ Աստծո ժողովուրդը կապրի հավիտյանս, եւ իհարկե մենք ունենք Սուրբ Օգոստինոսի Աստծո քաղաքը աշխատությունը, որը նույն հակադրությունն է մարդկային քաղաքի հետ, նոր Երուսաղեմը, նոր երկիրը եւ արդեն պաշտպանված Աստծով։ Ահա, եկանք հանգեցինք դրան, որ ահա, երբ որ Ղուկաս 19-ում ասում է, քեզ դնում եմ 10 քաղաքների վրա որպես իշխան իշխելու, դա նշանակում է, որ մեր համայնքի մեջ կան մարդիկ, որոնք կատարում են հոգևոր պաշտպանություն, տասը միավոր, եթե այսպես ասենք, այս քաղաքը պետք է դիտել որպես 10 միավոր, որը այս սուրբը իր աղոթքներով պաշտպանում է, որովհետև դու կարող ես ուղղակիորեն քարոզել մարդկանց քո օրինակով եւ մարդիկ դարձի գան եւ առավելապես դու կարող ես ծոմերով եւ գիշերային հսկումներով եւ մշտական աղոթքներով պահել հաստատուն պահել, ինչպես որ արդեն կարդում ենք Նոյի մոտ եւ Ղևտացոց մոտ, որ նշանակում է պաշտպանություն իմաստը, այսինքն դու պաշտպանում ես այս երևի թե տարածքը, ես դա այսպես եմ հասկանում, 5 միավոր տարածք կամ 10 միավոր տարածք կամ բոլորովին դու չես հոգևոր աշխատանք չես անում եւ հա դու ոչ մի աշխատանք չես կատարել պաշտպանելու Աստծո պաշտպանությամբ այս բնակավայրը։ Գիտեք, ես կարծում եմ, որ դա է նշանակում, ինչու։ Հիմա ես ես պատմեմ այս հետաքրքիր պատմությունը։ Բանն այն է, որ ես մի 12 տարի առաջ տեղափոխվեցի այս բնակարանը
որը գտնվում է մորմոնների, ուրեմն մի կողմից մորմոնների տաճարն է, իմ հարևանության մեջ են, եւ մի կես կիլոմետր այնտեղ մասոնական տաճարն է։ Եվ ահա երբ որ ես եկա այս բնակարան, շատ բարձր առաստաղ ունի սա, եւ ահա բարձր առաստաղի վրա տեսա ստվեր, այն ուներ դևի պատկեր, պոզերով, մեծ քթով, ինչպես թե պրոֆիլներ, նայում էի եւ առաստաղի վրա այդ դևի պրոֆիլը ստվերի նման, ընդգծված բայց սպիտակի վրա, ինչ է աշկես է երևում, մտածում էի, եւ ահա մարդիկ գալիս էին, եթե գալիս էին ինձ շուր, ասում էի, խնդրում եմ նայր, հա, առաստաղի վրա այն անկյունում, ինչ ես տեսնում։ Եվ իմ հյուրերը նայում էին ու ասում, սատանայի գլուխ է։ Եվ ես մտածում էի, իհարկե ես մշտապես աղոթքի մեջ եմ, խումբ են ծխում, իկոններ ունեմ օրհնված, բայց շարունակում էր այդ պատկերը լինել այնտեղ։ Հետո ես հասկացա, որ այս շրջանը մորմոնները եւ մասոնները կատարում են սատանայական ծեսեր եւ ահա այս շրջանում դիվական ոգիները թափառում են եւ ես եկել եմ այստեղ մի բնակարան, որ պաշտպանություն չի ունեցել եւ ահա ակտիվ չէ իհարկե այդ նկարը իր, ինչպես թե նկարը այնտեղ, բայց այն արկա է, դևի ներկայությունը արկա է այստեղ, որովհետև շրջապատում այս քաղաքը, այսպես ասած, պաշտպանել բառը չի սա արդեն հոբի պաշտպանված տեղը չէ, որ կոչվում է քաղաք, այլ Կայենի բաբելոնյան քաղաքն է փաստորեն, Սոդոմ եւ Գոմորն է, որտեղ այս մորմոնները եւ մասոնները ասում են Աստված, բայց Աստծուն ծառայում են տարբեր այնասեռություններով, տարբեր տեսակի մարդասպանություններով խիստ գաղտնի, այսինքն նրանք զոհաբերություններ են անում սատանային ակտիվացնելով։ Եվ ահա ես խնդրեցի այս հայ քահանային, որպեսզի գա եւ օրհնի իմ այս բնակարանը եւ շենքը։ Նա եկավ բավականին, ուրեմն երկար աղոթք արեց, խոնք ծխեց, ավետարան կարդաց եւ իմ ուրեմն բնակարանում եւ ապա դուրս եկանք շենքի ամբողջ տարածքը եւ գարաժում կարդաց այս աղոթքները։ Որից հետո երբ որ ես տուն մտա եւ նայեցի առաստաղին, այդ դեպի պրոֆիլը այլևս չկար, անհետացել էր։ Հիմա հասկացանք, սիրելիներս, ինչ է նշանակում ես տալիս եմ քեզ իշխանություն 10 քաղաքների վրա։ Այսինքն հավատարիմ մարդը իր հավատքի եւ բանական ըմբռնումը իր հավատքի մարդուն բերում հասցնում է մի իրավիճակի, երբ նա Քրիստոսի օրհնությունը պահում է կենթանի տեղանքում, որովհետև ահա Յայր հին եբրայերենի այս բառը նշանակում է քաղաք եւ նաեւ ունի իմաստ Աստծով պաշտպանված լինել։ Ուրեմն տեղանքը կարող է վերցվել Կայենի քաղաք լինելով, մեղքի քաղաք Սոդոմ Գոմոր, եւ տեղանքը կարող է լինել Աստծո քաղաք։ Եվ դրա համար մենք հավատացյալներս այստեղ ենք պահելու տեղանքը 10 քաղաքը, 5 քաղաքը, քո թաղամասը, քո գյուղը դիվական զորություններից զերծ պահելով, ինչով մեր ծամով, մեր աղոթքով,
մեր ապաշխարանքով, մեր փառաբանությամբ, մեր սաղմեսերկություններով եւ ահա դա է պաշտպանում այս քաղաքը եւ հիշենք, որ Ղուկաս 10-րդ գլխի 17-ից 19 համար, երբ ասում է ես քեզ տալիս եմ իշխանություն 10 քաղաքի վրա, որտեղ դու ինձ հավատարիմ եղար, այսինքն սուրբ եղար, եւ քո սրբության լույսը տարածվում է տեղանքում։ Սիրելիներս, սա դա է նշանակում եւ խնդրում եմ բոլորդ եղեք մնաս աճեցնող, որպեսզի անենք մեր լավագույնը երջանկացնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ իր սրբերին երկնքում ամեն